Էլ Ալտոյի կենսունակ սրտում Հարավային Ամերիկայի առաջին խոշոր բնիկ քաղաքում, որը հիմնադրվել է Այմարա միգրանտների կողմից գաղութային ժամանակներից ի վեր, բարիստա Ամալիա Կորինատինտան հպարտորեն շարժվում է իր սրճարանի սեղանի հետևում։ Որպես երկրի առաջին չոլիտա բարիստա, նա իր պոլերայով եւ հյուսած մազերով կանգնած է եւ սուրճ է պատրաստում իր կաֆետը կոչվող սրճարանում։ Իր այս նախաձեռնությամբ Ամալիան մարմնավորում է կանացի դիմացկունությունը, ինքնուրույնությունը եւ վկայում է այն մասին, որ բնիկ կանայք կարող են իրենց ուրույն տեղը զբաղեցնել Բոլիվիայի ծաղկող սուրճի արդյունաբերության մեջ։ Ամեն առավոտ 31-ամյա կինը կապում է իր գոգնոցը եւ ամրացնում իր ավանդական ականջողերը նախքան իր սրճային ծեսը սկսելը։ Նրա շարժումները սահուն են եւ վարժ։ Ամալիան ոչ միայն պրոֆեսիոնալ բարիստա է, այլև գարեջրի մասնագետ։ Իր գործի իսկական վարպետ է եւ հմտորեն լցնում է գավաթները։ Անձամբ ես հպարտ եմ, քանի որ չոլիտաների համար հեշտ չէ։ Մեզ համար միշտ դժվար է սովորելը։ Բարիստայի աշխատանքը մեծ է, տարածքը փոքր չէ, քանի որ դա անվերջանալի ուսումնասիրություն է։ Կարող ենք շատ բան սովորել։ Լապաս շրջանն արտադրում է Բոլիվիայի բարձր լեռնային սուրճի մեծ մասը, իսկ Կարանավի քաղաքը հայտնի է որպես Բոլիվիայի սուրճի մայրաքաղաք։ 2024 թվականին երկիրն արտահանել է ավելի քան 15 միլիոն դոլարի սուրճ, որն ուղարկվել է Միացյալ Նահանգներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա եւ Գերմանիա։ Օհայոյում ապրող մի քանդակագործ հրաժարվում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 4.5 մետր բարձրությամբ ոսկե թերթիկներով պատված արձանը հանձնել այն պատվիրողին, քանի որ գումարը չի վճարել։ 36 տարվա փորձ ունեցող քանդակագործ Ալան Քոթրիլն ասում է, որ կրիպտո արժույթների ներդրողների խումբն իրեն պարտք է ավելի քան $90,000 եւ Դոն Կոլոսոս կոչվող փայլուն արձանը ոչ միտեղ չի գնա, քանի դեռ չի հաստատվել դրամական փոխանցումը։ Կարծում եմ, սա բավականին ճանաչելի դիրք է։ Դա այն դիրքն է, որը Թրամփն ընդունեց Բաթլերում, Փենսիլվանիա նահանգում, ենթադրյալ մարդասպանի ականջին կրակելուց կարճ ժամանակ անց, եւ Թրամփը վեր կացավ գետնից ու բռունցքը բարձրացրեց օդ։ Ըստ Ալանի, կրիպտո արժույթով զբաղվող խումբը սկզբում նրան ասել էր, որ Թրամփն ինքը կարող է մասնակցել արձանի բացման արարողությանը դեկտեմբերին կամ հունվարին։ Ալանը եւ նրա թիմը շաբաթական 7 օր աշխատել են այդ ժամանակացույցին համապատասխան, ոսկե աշխատանքն ավարտելով հունվարի սկզբին։ Արդեն շաբաթներ են անցել, բայց արձանը չի առաքվել հասցեատիրոջը։ Վեճը գրավել է հանրության ուշադրությունը եւ Ալանի հասցեին ուղված զայրացած հաղորդագրությունների պակաս չկա։ Հիմնականում այն մարդկանցից, որոնք վրդովված են, որ նա ընդհանրապես պատրաստել է այս արձանը։ Հռոմի բազիլիկաներից մեկում դարեր շարունակ կանգնած Մարմարե Կիսանդրին գրեթե 200 տարի անհայտությունից հետո վերագրվել է Միքելանջելոյին։ Հիսուս Քրիստոսին պատկերող քանդակը պահպանվել է Սանտ Անյեզե Ֆուարի լե Մուրա տաճարում։ Այն վերագրվել է Միքելանջելոյին մինչև 19-րդ դարի սկիզբը, սակայն հետագայում կորցրել է իր պատկանելիությունը եւ մինչ օրս մնացել է անհայտ։ Իտալացի անկախ հետազոտող Վալենտինա Սալերնոն քանդակը վերագրել է վերածննդի վարպետին 10 տարի արխիվներում փաստաթղթեր, գույքագրումներ եւ նամակագրություն ուսումնասիրելուց հետո։ Նա Միքելանջելոյի ծննդյան 500-ամյակի տոնակատարությունների Վատիկանի կոմիտեի անդամ է։ Փաստաթղթերը կասկածի տակ են դնում այն երկար ժամանակ տարածված պատմությունը, որ Միքելանջելոն կյանքի ուշ շրջանում համակարգված կերպով ոչնչացրել է անավարտ աշխատանքները։ Դրա փոխարեն աղբյուրները ենթադրում են, որ նկարները, ուսումնասիրությունները եւ որոշ մարմարե քանդակներ նկարչի մահից հետո խնամքով փոխանցվել են վստահելի մարդկանց։ Հետազոտությունն ուրվագծում է մի աննկատ ցանց, որի միջոցով ստեղծագործությունները տեղափոխվել են կրոնական հաստատություններ եւ երկրորդական պահեստներ, որտեղ դրանք մնացել են արվեստի շուկա մուտք գործելու փոխարեն։ Սանտ Անյեզեի Մարմարե Կիսանդրին, որն այժմ կանգնած է տաճարի կողային մատուռում, ամենայն հավանականությամբ այդ գործերի թվին է դասվում։ Թայվանի հյուսիսային լեռնային քաղաքի գիշերային երկնքում հարյուրավոր երկնային լապտերներ են երևացել, նշելու տպավորիչ երկնային լապտերների փառատոնը։ Տեղացիները, նաև Թայվանից եւ արտասահմանից ժամանած այցելուները հավաքվել են Նոր Թայբեյ քաղաքի Շիֆեն հրապարակում, նշելու լուսնային նոր տարվա տոնակատարությունների ավարտը լապտերների ավանդական երկինք արձակմամբ։
Այցելուները լապտերների վրա մաղթանքներ են գրում եւ աղոթում, ձիու տարում բարգավաճման համար եւ լապտերները երկինք արձակում։ Նորապսակներ Լորեն Ֆելփսը եւ Սամյակ Սինխը Միացյալ Նահանգներից մեղրամսի մեջ են եւ հատուկ եկել են այստեղ տոնակատարությանը մասնակցելու։ Իսկապես գեղեցիկ է, չնայած անձրև է գալիս։ Երբ բոլոր լապտերները վառվում են, դա ինչ-որ իմաստով շատ հուզիչ է։ Դուք ձեր զգացմունքներից, աղոթքներից եւ օրհնություններից մի քանիսը գրում եք լապտերի վրա, ապա տեսնում եք, թե ինչպես են դրանք վառվում։ Սա կախարդական տեսարան է։ Ֆելփսը որպես երազանք երջանիկ ամուսնություն է խնդրել, իսկ Սինխը համաշխարհային խաղաղություն է ցանկացել։ Մոռացեք Օսկարի մասին։ Իրական կինոմրցանակաբաշխությունը, որը նվիրված է կինոաստղերին, տեղի է ունեցել Լոնդոնում։ Ֆիդո մրցանակաբաշխությունը, որը անցկացվում է 20-րդ անգամ, տարբեր անվանակարգերում ընտրում է լավագույն շներին, որոնք նկարահանվել են այս կամ այն ֆիլմում։ Մրցանակները ստանալու ներկաների թվում էին «Ես երդվում եմ» ֆիլմում նկարահանված Ռոզին, «Համնետ» ֆիլմում նկարահանված Ջեք Ռասել ցեղատեսակի Թոդը եւ «Փիլիոն» ֆիլմում նկարահանված դարձյալ Ռոզի անունով Ռոթվելերը։ Կատակերգական շուն մրցանակը շահել է Մերվը տերիերը, որը նկարահանվել է համանուն ֆիլմում 2025 թվականին։ Վերջնական մրցանակը աշխարհի լավագույնը շնորհվել է Դիքսիին, ամերիկյան բուլդոգին, ճպուր ֆիլմում դերասանուհի Բրենդա Բլեթինի հետ խաղալու համար։ Հանդիսավարներից մեկը 1980-ականների փոփաստղ Հոլի Ջոնսոնն էր։ Ֆրենկին գնում է Հոլիվուդ ֆիլմից, որը ներկա էր իր փրկված շան Պանկիի հետ։ Ֆիդո մրցանակաբաշխությունը հիմնադրել է կինոլրագրող Թոբի Ռոուզը։ Նա կարծում է, թե քանի որ դերասաններն ունեն այդքան շատ մրցանակաբաշխության արարողություններ, կինոաշխարհի շները նույնպես արժանի են, որ իրենց ճանաչեն բոլորը։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։